Թուրքիայի մասը ամփոփելով ասեմ, որ իմ ակնկալիքը եւ կարծիքը այն է, որ շատ մոտ ապագայում մենք այսպես ամեն ինչ որ փուլում մի շոշափելի առաջընթաց ենք ունենում Թուրքիայի հետ մեր հարաբերությունների ամբողջական կարգավորման առումով, բայց ուզում եմ վստահություն հայտնել, որ առաջիկայում ըստ էության ամբողջական կարգավորում կունենանք։ Միայն վերջին իրադարձություն նշեմ, չնայած էլի չի վերաբերում հաշվետու ժամանակահատվածին, մենք այժմ Թուրքիայի եւ Հայաստանի միջև ունենք ուղիղ առևտուր մաքսային իմաստով ուղիղ, աշխարհագրորեն դրան գիտեք դեռևս տեղի ունենում երրորդ երկրների տարածքով ռազմավարական գործընկերություններ 25 թվականին մենք ընդլայնեցինք, էականորեն ընդլայնեցինք ռազմավարական գործընկերների մեր շրջանակը 6 ռազմավարական գործընկերություն հաստատեցինք, օրինակ Նիդերլանդներ, Լյուքսեմբուրգ, Գերմանիա, ասիական ուղղությամբ Չինաստան, Ղազախստան, ինչպես կարող եք տեսնել, ընդգրկումը աշխարհագրական եւ նաեւ ինչ որ առումով քաղաքական բաշխվածությունը երկրների բավականին լայն է, սա եւս մեկ անգամ փաստում է այն մասին, որ մենք համառորեն եւ հետեւողականորեն շարունակում ենք իրականացնել հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականություն եւ դա տալիս է կարող եք տեսնել իր արդյունքները։ Այս տարի օրինակ Ֆրանսիա, Բուլղարիա, Խորվաթիա, Լիտվա, Միացյալ Թագավորություն, այս պետությունները եկան համալրելու արդեն նշածս ցանկը։ Եվրոպական միության հետ ունենք շատ հարուստ եւ աճող օրակարգ, կարծում եմ, որ քաղաքացիներին այստեղ թիվ 1 հետաքրքրող հարցը այնուամենայնիվ վիզաների ազատականացումն է, այստեղ ունենք շատ շոշափելի առաջընթացներ եւ գործընկերները կարծում են, որ սահմանված գրաֆիկով մենք բավականին արագ ենք ընթանում դեպի վերջնական ազատականացում։